Կերտել կերպար ու միաժամանակ ապրել սեփական կյանքի կատակերգություններն ու ողբերգությունները հատուկ է մեր այսօրվա հյուրին, որովհետև իմ հյուրն այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է։ Բարև ձեզ, պարոն Մարության։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք, բանի տեղ եք դրել։ Պարոն Մարության, ձեր ներսի եւ դրսի աշխարհը մեկ նախադասությամբ ինչպես կներկայացնեք այս պահին։ Մի լավ ընկեր ունեի, Ալիկը, բժիշկ էր, պրոֆեսոր, հետաքրքիր մարդ էր։ Մի 78-80 տարեկան էր։ Երբ հարցում էի, Ալիկ ջան, ոնց ես, ասում էր նույնը։ Հիմա նույնն է, դուրսն էլ, ներսն էլ։ Նրանք նույն մարդիկ են, բայց տարբեր պարագաների մեջ, չէ՞։ Բեմում ուրիշ, կյանքում ուրիշ, ընտանիքում ուրիշ, կնոջ հետ շփվելիս ուրիշ, քեզ հետ շփվելուց ուրիշ։ Դա տարբերությունը, բայց ինքը հա նույնն է։ Ոնց որ Ալիկը կասեր, նույնը, ոչինչ չի փոխվում։ Պարոն Մարության, եթե վերադառնանք անցյալ, մանկություն ավելի կոնկրետ, ինչն եք առաջինը հիշում, օրինակ ինչ որ հոտ կամ ինչ որ զգացողություն, որ մանկության հետ եք կապում։ Չէ, մանկության հետ, մանկությունս հիշելիս սիրտս լցվում է գինով։ Հիշում եմ մանկությունս հիշելիս, որ ես զարմանալի բան է, որ ես երևանցի եմ։ Հետաքրքիր է, որովհետև հիշում եմ մանկությունից մեր Ամիրյան փողոցը, Սվերդլով փողոցը, Պուշկինի փողոցը, այդ մեր թաղերն են, էլի, ես այդտեղի տղա եմ։ Ու ամեն անգամ, երբ այդ ամեն ինչը հիշում եմ, այդ մանկության այդ հոտն է, էլի, զարմանալի բան է։ Թաթա Սիմոնյանը մի հատ երգ ունի, որ ասում եմ Երևանի փողոցներում անցավ մանկությունս։ Մեկ այդ երգն է գալիս, որ սուտ Երևանի քուչեքում եմ մեծացել, լողանալ սովորել եմ։ Հիմա գնում ենք ինչ-որ բաներում տեղեր կա, երեխեքին տանում սովորացնում են, մենք սովորել ենք Շահումյանի այդ արձանի այն բասեինում, հրապարակի բասեինում, այդպես տեղեր գողտուկ մտնում, լողանում, փախնում։ Այդպես հետաքրքիր բաներ եմ հիշում ու ինձ համար դա ավելի քաղցր է ու լավն է այդ Երևանը, էլի, որ ես այդտեղ եմ մեծացել։ Իսկ հիշում եք այն պահը, երբ որոշվեց, որ թատրոնը ձեր կյանքն է ու ձեր ճակատագիրը, երբ էր եւ ինչպես ստացվեց։ Մի լավ ընկեր ունեմ ես, որը հիմա Միացյալ Նահանգներում է, Հովհաննես Դիլաքյան, հայտնի նկարիչ Հովդիլը։ Այդ հայտնի մուլտը, որ նկարել է, Այո, աղջիկը եւ ծերուկը գտնված երազ։ Ես իրան այդ հարցը տվել եմ, ասեցի դու ո՞նց իմացա, որ դու տես նկարել գիտես։ Ինքը ասեց զանգեցին, ասեցին։ Դու կարաս նկարել։ Ինձ թվում է այդ փոքր ժամանակից, որ երեխա ես լինում, այդտեղից, այն որ երեխեքը դուրս են գալիս բակ խաղալու, այն մի երեխան դուրս է գալի, ասում է, ես թագավորն եմ, այն մեկն էլ ասում է, ես էլ քո ձին եմ։ Հիմա ես էլ այդ դերասանն էի, էլի այդ հայաթում, որ դուրս են գալի, ես էլ մտածում եմ, ես էլ այդ դերասանն եմ։ Այդ երեխեքը որոշում են, զարմանա, այն չի ասում, ես էլ քո ձին եմ, չես ասում, այդ ասում եմ։ Պարոն Մարության, առաջին դերը հիշում եք ձեր, ում բեմադրություններ, ինչպես մտակ բեմ։ Առաջի դերը խաղացել եմ ստուդիայում Վարդան Աճեմյանի մոտ, երբ որ Վարդան Աճեմյանը բեմադրեց հատվածներ։ Եկավ եւ ասեց դու այդ հատվածը վերցրեք, ես ինձ ասեց դու կվերցնես Ռոմեո Ջուլիետի բալկոնի տեսարանը Ռոմեո։ Առաջինը ուրեմն Շեքսպիրով եմ սկսել, էլի։ Դա քրքիր բան հարցրիր, գիտես։ Շեքսպիրով եմ սկսել, հիմա այն որ բանը ասում է Վիլյամ Սարոյանի բանում սիրտը լեռներում լիրարք Մեկգրեգորն ասում է տարիները ես ասել եմ նրանց ճոթին։ Ոնց որ ինձ վերաբերվում, հիմա ես ասել եմ նրանց ճոթին, ես լիրարքա եմ։ Հիմա փորձում պիտի խաղամ էլի Շեքսպիր։ Այ քեզի բան, տեսար այդ հարց չտայր, այդ չէր ծնվի։ Ձեզ որպես դերասան արդեն բազմաթիվ սերունդներ տեսել են եւ բեմում եւ էկրանին։
եղել է այնպիսի պահ, որ ստեղծագործական ճգնաժամ ապրեք կամ չհասկացված լինեք որպես դերասան եւ ուզենաք օրինակ հեռանալ թատրոնից։ Չէ, այտենց բան չի եղել, որովհետև չեմ ուզում էլի որ նստապավորություն թողնեմ, բայց որ ես ինձ դերասան եմ, ինձ միշտ դերեր են տվել, բայց ոնց որ բախտս բերել է, ես միշտ պահանջված եմ եղել եւ հակառակը շատ հաճախ ես ունենց դերեր ա եղել, որ չեմ ուզեցել խաղալ, խնդրել եմ բան, իհարկե շատ թատրոնում դժվար է դերից հրաժարվելը, բայց դեռ մեկ դեր առնում, որ մի անգամ թատրոնում ռեժիսորներն էլ են այտենց էլի հանկարծ որոշում են, որ դու կարաս այդ դերը խաղաս, ասում ես կարամ, շատ բան կարամ, բայց այդ մեկը չեմ կարա։ Իշխան Ղարիբյանը նստած էր փորձին, լուրջ պապը էս իշխանը չէ, լուրջ։ Հասկանում եմ։ Խորեն Աբրահամյանի մոտ փորձի էինք, դերը ասես իշխանի դերը տվեք, ասես մի հատ թուղթ տվեցին, վրան մի նախադասություն էր։ Իշխանն էր, ասես հերագիրը ինձ ով ուղարկեց։ Հիմա այդ հերագիր խաղալը դժվար է, մի բառ խաղալը, դա էլ կա, չնայած Մի բառ խաղալ եւ տպավորվել, չէ։ Չէ, այդ մի քիչ հեքիաթ է, տենց մի 2-3 դերասան են եղել, որ կարողացել են այդպես մնալ, օրինակ Խոստիկյանը, մարդը հացը սկդրեց, կդիկը ջուրը, սա 100 տարի է հիշում են այդ մարդու մի բառը։ Այդ հայ Միչալուց ասի Խոստիկյան հիշեցի, այդ բանը ոսկե ցլիկում Խոստիկյանը հո գլխավոր դերը չէր, չէ։ Երկրորդական գլխավոր դերը այն տղան այն որ գալիս է որ ցլիկը տանի։ Հաստատ չեմ Ես կհիշեցնեմ, Իշխան Ղարիբյանն էր խաղում, բայց Խոստիկյանը իր նախադասությունը ոնց ասել, չէր կարում տենց ասի, չէ։ Դա անհայտ բան է, չես կարա որոշես։ Այդ դերասանությունը շատ բան է, էլի, բարդ բան է։ Պարոն Մարության, ձեր կյանքում ինչ դեր են ունեցել ձեր ուսուցիչները։ Ուզում եմ իրենց մասին խոսենք եւ ընդգծենք արդյոք այսօր այս բազմամյա փորձից հետո ձեր կյանքում ամեն դեպքում իրենք մնում են որպես ուղեցույց։ Դե իմ ուսուցիչները ես սովորել եմ Վարդան Աճեմյանի դպրոցն եմ անցել։ Գիտես, իմ բախտը բերել է, որ Վարդան Աճեմյանը ես համարում եմ հանճարեղ ռեժիսոր, այսինքն ես հանճարի մոտ սովորել եմ, բայց քիչ է, մյուս հանճարն էլ իր ասիստենտն էր Ֆրունզիկ Մկրտչյանը, պատկերացնում ես։ Հետո այդ ամեն ինչից հետո ես ընկել եմ մի աշխարհ, ինձ ընդունել են մի թատրոն, որտեղ Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արուս Ասրյան, Գեգամ Հարությունյան, Գարուշ Խաժակյան, Դավիթ Մալյան երիտասարդները դրանց Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Մարգո Մուրադյան, չիլում էլի այդքան տաղանդավոր մարդիկ ու դու այդտեղ, այսինքն դու ուրիշ բանի հետ չես շփվում, դու միայն այդ հանճարեղ մարդկանց հետ ես շփվում, չէ՞։ Այո։ Միայն պետք է հիմար լինել, որ չկարողանալ դրանից օգտվել ու չսովորել ամեն վարքյան։ Ես այդ ասեցի այդ շատ հայտնիներին, բայց այնտեղ դերասանուհիներ կան Վերջալույս Միրիջանյան։ Դպրոց էր։ Տենց են իրանք։ Իրանք ես տեղ բախտի բան է էլի, տեղ մեծացա։ Տենց ելում է որ դու գնում ես այն որ ասում է սերմը ընկնում է, եթե լավ Արարթողի մեջ նպաստավոր տեղ անգնում։ Հիմա ես նես մի տեղ եմ եկել, որտեղ անդադ ջրում էին, հորդորում էին, հղկում էին, հետևում էին, ու տենց մեծացել եմ ես այդ թատրոնում 53 տարի է, ես 54 տարի է այդ թատրոնում եմ։ Պարոն Մարության, իսկ այդ ընթացքում սկսել եք հավատալ արվեստի բուժիչ ուժին։ Արվեստը իրոք կարող է փրկել մարդուն։ Հա, արվեստը բուժիչը չգիտեմ, բայց երբ որ ես ոտքերի խնդրեմ ունեի, այդ նաշվել էին այս բաները, ինքը շատ ցավում է, որ ես որ գնում էի ներկայացման, այդ 3 ժամը չէր ցավում, խաղում էի բեմի վրա, այդ ունի, որ կարող է մոռանաս, որ հետո դու սեի գալի ախսես ոնց ցավում, բայց այնտեղ չէի զգում։
Տենց բան կա, հետո մի ուրիշ բան էլ այնտեղ որ ասեցի, միտքս կիսատ մնաց, այն որ դու հարցրեցիր, ասեցիր ինչ որ օգնում են այդ հզոր դերասանները, հա, միջև հիմա են օգնում, որովհետև ես հիմա որ բեմի վրա խաղում եմ, ինձ թվում է որ հետևիցս Մհեր Մկրտչյան ասում է՝ «Մի արա այդ բանը, մի արա»։ Ֆրոնտն ասում է՝ «Մի արա»։ Յանի ճիշտ չես անում։ Կամ Խորեն Աբրամյանը հանկարծ կարող է հետևից ասի, այ տենց ասա, լավ։ Ես դա զգում եմ, ինձ ասում է։ Հիմի երևի հանդիսատեսը նստած ասում է, այս մարդը երևի խելքը չէ, չեմ գցել։ Այդտենց զգացողություն կա։ Ու երևի դա նրանից է, որ շատ են ինձ հետ իրանց բարձր արվեստը, եւ ես չեմ ուզում սխալվել։ Դրա համար եմ ինձ թվում է, որ ասում են, բայց ասում են։ Դեռ ձեզ զգում եք այն պարարտ հողում։ Դե որ մտնում ես այդ Սունդուկյանի բեմը, այդ մի քիչ ուրիշ բեմ է։ Ախպեր հիմի մեկը կա, օրինակ ուրիշ մի թատրոնի դերասանի ասում է Սունդուկյանի բեմը ես չեմ հավանում։ Ես էլ ձերը չեմ հավանում, ես իմն եմ հավանում։ Ես որտեղ ծնվել եմ, դա եմ հավանում։ Ես հավանում եմ Ամիրյան փողոցը, ես հավանում եմ Սունդուկյան թատրոնը։ Ես այդտեղ եմ մեծացել։ Դու մի հավանի ախպեր, դու ունեն հավանի, ես ես։ Պարոն Մարության, մեկ այլ ոլորտում երբևէ պատկերացրել եք ձեզ, եւ եթե այո, որ ոլորտը կլիներ։ Դե գիտես ինչ, ուզում ես կյանքը նենց բան է, որ վատ տարիներ ենք անցկացրել, չէ, վատ ժամանակներ։ Ամեն ինչ փորձել ես անել, չէ։ Ինչ ասես փորձել եմ, բացի դերասանությունից, այսինքն փող աշխատելու համար հավատացնում եմ, ձեզ ոչինչ չի ստացվում։ Դա իմ խելքի բանը չի, իմը դերասանությունն է։ Ես հենց գնում եմ կինո կամ գնում եմ թատրոն, ես ինձ շատ լավ եմ զգում։ Հենց որ ինչ-որ ուրիշ ասպարեզ եմ մտնում, փորձել եմ, չի ստացվում։ Պարոն Մարության, կարևոր է, որ դերասանը մնա հանրության հիշողության մեջ, թե օրինակ պետք է ամեն դեպքում անցնի գնա, որ գան նորերը։ Դե ամեն մի դերասան ապրում է իր ժամանակահատվածը։ Օրինակ ես միշտ ուրախանում եմ, ես Արմեն Մարությանս ուրախանում եմ, որ հիշվում եմ դեռ, ինձ հիշում են, ինձ տեսնում են, ուզում են, երբ եք խաղալու, ինձ դուր է գալիս։ Հետո անկեղծ եմ ասում, այսօր կնոջ հետ էի խոսում, Ալայի հետ ինչ-որ թեմայով բան, ասի գիտես, sense մի դերասան կա, շուրջ լավ է խաղում, մեքենայով գալ։ Ասի, բայց ինչ-որ այն չի, ասեց, Արմեն ասեց, խարիզմա չունի, ասեց, իսկ այն մեկը, այն որ լավ էլ չի խաղում, չգիտեմ, բայց հավանում են այդ մարդուն։ Էդ էլ է տենց համայնքի հարց կա։ Կա որ ժողովրդի դուրը գալիս է։ Ուզում են այդ մարդուն տեսնել, ուզում են իր հետ շփվել։ Իրան հարազատ են համարում այդ դերասանին։ Այդպես դերասաններ կան եւ այն որ շատ պրոֆեսիոնալ ամեն ինչ անում է, Վարդան Աչեմյանը այդպես դերասաններին ասում է, չեմ ասի ում մասին, որովհետեւ դա լավ չի։ Ասում է ինչպեսի դերասան է, ասում է ոնց որ գերազանցիկ աշակերտ լինի։ Այդ գերազանցիկներին դպրոցում այդքան չէին սիրում, չէ։ Իսկ այն մեկը որ բանը մեկ էլ հանկարծ ունես Կաղապարներից դուրս է։ Այնպես դասը կպատասխանի ամբողջ տարին H2 Ռուսաստանում, մեկ էլ հանկարծ մի հատ ունենց հապատասխանում, քան բան որ դուս գիտել ես երախ։ Խոսեցինք երևելիների մասին, որոնց հետ աշխատել եք, այսօր ձեր տարեկիցները եւ իհարկե դուք նորեկների համար այդ երևելիներն եք։ Ինչ է փոխվել հայ մշակույթում եւ հայկական արվեստը, հայկական թատերարվեստը դեպի ուր է գնում։ Թե ես այդ երիտասարդների համար այդ երևելիներից մեկն եմ, ես շատ ուրախ եմ։ Եթե իրանք տենց են համարում, ես չգիտեմ, ոնց անկեղծ հետս չեն կիսվել։ Բայց ես իրանք շատ եմ սիրում ու շատ եմ հավանում, որովհետև թատերական արվեստը դա հզոր արվեստ է։ Դա գալիս է Շեքսպիրից։ Աշխարհի հզորներն են զբաղվել այդ գործով եւ միջև հիմա զբաղվում են։ Ես կուզենամ, որ մեր ժողովուրդը, մեր երկիրը,
որը միշտ ունեցել է այդ հզոր թատրոնը, ամենայն դեպս ես ինչքան ականատես եմ եղել իմ ապրած 70 քանի տարվա ընթացքում, ես տեսել եմ, որ միշտ ունեցել է այդ թատրոնը, ես կուզենայի, որ ապագայում էլ ունենամ այդ թատրոնը։ Եվ ես երիտասարդների վրա է իմ հույսը։ Ու տենց չի կարող լինել, որ չլինեն նրանց մեջ կան, դուրս կգան, նորերը կծնվեն, անպայման, ես հավատում եմ, չի կարող այս թատրոնը չլինել, պիտի լինի։ Պարոն Մարության, ի՞նչն եք ամենաշատը կարոտում։ Բարդ հարցեր ես տալիս, ես այնքան կարոտելու բաներ ունեմ, դրա մասին չեմ ուզում խոսել, ես մի կերպ ապրում եմ։ Եթե նորից հնարավորություն ունենայիք սկսել, նույն ճանապարհով կգնայիք։ Իհարկե։ Բայց այդ մենք չենք որոշում։ Նայած դեղից ուր են ուղարկում, ինչի համար են ուղարկում, ինչի համար են գալիս։ Ես անկեղծ եմ ասում, ես կարամ երեխայի հետ մի տարեկանից, տենց մի 1.5 տարեկան, 2 տարեկան երեխայի հետ շփվեմ, ասեմ, սա ինչա դառնալու։ Գրազով։ Ուղղակի պիտի նստես մի 20 տարի, 30 տարի սպասես, որ տենաս ես ճիշտ էի, թե չէ, բայց ես կասեմ։ Այդպես ծրագրված գալիս ենք մենք բոլորս, այն որ սկզբից ասեցի, ես ձին եմ, ես բանն եմ, այդպես գալիս ենք։ Մեզ չգիտեմ ով է ուղարկում, ինչ է ասում, չէ։ Այո։ Այդտենց երեխեք են, չէ, ծնվում, որ շուտ մեկ էլ մի 5 տարի հետո պարզվում է 7 լեզու գիտի, որտե է սովորել։ Կամ Մոցարտը 6 տարեկանում, այդ ո՞նց է այդպես գրել այդ սիմֆոնիան, այ քեզ բան։ Այդպես չի էլի։ Կամ Սարյանը։ Այս մեր Հայաստանի ֆոյեի մի հատվածն է։ Եվ առաջին վարակույրն է, չէ՞ եղել Սունդուկյան։ Այո, սա եղել է Սունդուկյան թատրոնի առաջի վարակույրը։ Իզուր են անել, լավ էլ վարակույրը։ Պարոն Մարության, այսօրվա երիտասարդներին, ովքեր նոր են որոշել, որ պիտի ընտրեն թատերարվեստը, որ պիտի լինեն բեմում, ինչ խորհուրդ ունեք որպես ավագ, որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Ունեմ, ասեմ այն ինչ որ ինձ սովորեցրել են այդ տարիքում մեր Մկրտչյանը, երբ որ գալիս էր դասի, մեզ ասում էր. «Բանը, վեր կաց, դու որտեղ ես ապրում», ասում եմ, երրորդ մաս։ Դե հիմի ասա, ինչով եկար ճանապարհին ինչ տեսար, պատմի։ Պատմա, դե ես տեսա, այն տեսա, ասում հեչ բան չես տեսել։ Ես կուզենամ, որ իրենք լավ տեսնեն, հետևեն, որովհետև այն ինչ որ պիտի վերցնեն կյանքից, հետո իրանց պետք է գալու բեմում, պիտի բերեն բեմ։ Եթե չկարողացան հավաքել այդ ամեն ինչը, ոչինչ չի ստացվի։ Երևակայությունը պիտի զարգացնել։ Օրինակ Մուշեղիչը խզբզում էր, բանը գրատախտակի վրա, ասում խզբզում, այդպես էլ մա չէ, խզբզում էր, բան։ Հետո դնում էր կավիճը։ Դե ասեք ինչ եմ նկարել։ Խզբզել ես։ Ամր բան չեք տեսնում, ասում տես ինչ եմ նկարել։ Ոչ մի բան խզբզել ես։ Ասում հեչ բան չեք տեսնում։ Նայ, մեկ է սկսում էր այդ իր խզբզածն։ Այս ասում էր աղվես, չի, անհա նման է։ Սա բաժակ չի, սա այդ խզբզոցի մեջ սկսում էր հետաքրքիր է, էլի, այսինքն եթե դու պիտի կարողանաս տեսնել։ Ես կուզենամ այդ երիտասարդները իրանց տեսողականը զարգացնեն, տպավորվի իրանց մեջ, շողության մեջ, որպեսզի կարողանան ինչ-որ բաներ անել, որովհետև երբ որ այդպես դու ինձ հարց ես տալիս, ես մի անգամից գնում եմ համապատասխան վայրը եւ գտնում եմ այդ տեսակին, ինչ է եղել։ Այո։ Քան բան։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ այս մոտ 30 րոպեն միասին անցկացրինք։ Ես եմ շատ շնորհակալ, որ կան այսպիսի երիտասարդներ, քոպես, Շնորհակալ եմ։ որ Արմեն Մարությանի պես դերասաններին չեք մոռանում, ճիշտ եք անում, լավ եք անում։ Ես էլ ուրախ եմ, որ հրավիրում եք ինձ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։
Լսել մեծերից ու սովորել հենվելով նրանց կենսափորձի վրա լավագույն միջոցն է կայանալ սեփական ոլորտում։ Հիշեցնեմ, որ այսօր մշակութային երկխոսության հարթակում իմ հյուրն էր Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, իսկ մենք կհանդիպենք։